նախ եւ առաջ պետք է ասեմ, որ սա շատ վտանգավոր եւ շատ վատ իրադարձություն էր եւ մեծ հաշվով խոսքը գնում է նրա մասին, որ հասարակությունը ստացավ այն ահազանգը, որը երևի թե կարիք չկար արդեն, որ տարբեր սոուսների, դրոշների կամ ձևակերպումների տակ նախկինների վերադարձը ինչ ապագա է բերելու Հայաստանին, հա? Այսինքն մենք հիշում ենք այդ պատմությունը, Փարաքարի, որ Փարաքար մեծ համայնքի մասին է խոշորացված համայնքի, որ հիմնականում պայքարը գնում էր ոնց որ ԿՊ-ի եւ ընդհանրացված հզորացված նախկինների, որոնք միավորվել էին, եւ ցավոք սրտի մենք ստացանք այն ինչ ստացանք, այսինքն քաղաքական ուժ որպես եկած կուսակցությունը ինքը իրենով բերեց հին կոնֆլիկտներ, նոր կոնֆլիկտներ, ակնհայտ է, որ քաղաքական չի այս իրադարձությունը, հա, ինքը կրիմինալ է։ Սա շատ վատ մեսիջ է, ու իրենց համար հիմնական։ Եվ հասարակության համար ուղղակի ահազանգ է, որ ոչ մի դեպքում, ոչ մի պարագայում, ոչ մի սոուսի տակ, ոչ մի դրոշի եւ անվանման տակ նախկիններին իշխանության բերել չի կարելի։ Նույնիսկ եթե ձեզ Նիկոլ Փաշինյանը շատ դուր չի գալիս։ Սա ասենց, ինչ վերաբերվում է, թե ինչա կատարվում Հայաստանում կատարվում է այն, որ գործող իշխանությունները հեղափոխությունից 7 տարի հետո չկարողացան ապահովեն այնպիսի մի իրավիճակ քաղաքական, որ նախկիններին զրկեն հնարավորությունից իշխանություն գալու, այսինքն հասարակության հետ աշխատանքը զրոյական մակարդակի վրա է դրված, հիշենք վարչապետի հայտարարությունները նրա մասին, որ եթե դուրներդ չի գալի հեղափոխություն արեք, այսինքն ամբողջությամբ փոխելով այդ քաղաքական պայքարի ոնց որ ասած եռալու աստիճանը, քաղաքական պայքարի բովանդակությունը փոխելով նրան, որ եթե ձեզ դուր չի գալի, ապա դուք պետք է հեղափոխություն անեք, չկա տարբերակ, որ դուք պետիցիա ստեղծեք, ստորագրահավաք արեք, մենք չենք անի այլևս, դուրս եկեք փողոց, մեզ նամակ գրեք, եկեք մեզ դիմեք, բացատրեք, որ դա լավ չի, մենք չենք անի, հա, այդ գոյություն չունի, այդ բացառապես նրան դուրներ չի գալի, հեղափոխություն արեք, ինքը իրենով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը նախկինը բովանդակությամբ ինքը իր պատկերացրած աշխարհը դա է, ինչի համար եմ ասում, որ այդ Արմենի ասած համակիրների տերարիումը պետքա փակենք եւ թողենք բան վաղուց եմ առաջարկել, մինչև ուկրաինական պատերազմի սկիզբը եղած կուսակցությունները եւ այդ ամբողջ քաղաքական դաշտը պետքա կոնսերվացվի եւ գնա արխիվ պատմական, այլևս իրենք չպետք է Հայաստանում որևիցե լուրջ դերակատարում ունենան, որովհետեւ իրանք նախկին են, իրանք այն ժամանակներից են, որ արծելուծում մասմանություններով որ եթե դուրները չի գալի հեղափոխություն արեք։ Այսինքն դուր չի գալի սպանիչ, հա։ Դե հեղափոխություն արա, որն է հավանականությունը, որ հեղափոխությունը, մյուս հեղափոխությունը, որը Նիկոլ Փաշինյանը առաջարկում է անել, կլինի առանց որևիցե կոտրված ցուցափեղկի կամ Միկատի Լարոնի։ Շատ ցածր է դրա, եւ դրա իրականում այդ հեղափոխության, այդ թավշյա հեղափոխության արկայությունը դա մեր ցանկությունն էր, մարդկանց ցանկությունն էր նախկիններից բրցնել։ Այդ այնպես չէր, որ ասենք դա Եվ չհաջողվեց բրցնել, հա, փաստորեն։ Չէ, հաջողվեց, բայց իրականում տեսեք, հեղափոխության իմաստը որն է, որ եղած էլիտաների մեջ մի կտորած մասը այսպես այլևս չի կարելի, որպեսզի ինքը ձեռք բերի ավելի շատ հեղինակություն կամ ինքը հասկանում է, որ մարդիկ ում իրանք կոչված են ներկայացնելու ազգային ժողովում կամ արտաքին աշխարհում այլևս չեն տեղավորվում այս մոդելի մեջ, կառավարման մոդելի ներքին եւ արտաքին մոդելը պետքա փոխվի։ Իրանք անում են այդ փոփոխությունը, առաջնորդում են, բայց եղած էլիտաների մեջ առաջնորդում են այդ փոփոխությունը։ Հետևաբար, երբ որ դու առաջնորդեցիր, փոփոխությունը սկսեցիր, մոդելը սկսեցիր փոխել, այն պահից, որ մոդելի փոփոխությունը դառնում է անհամատեղելի այն նախկինի հետ, դու պետքա
դուրս գաս դրանից։ Ինչա հեղափոխությունը խժորում իր զավակներին, որովհետև ինչ որ մի պահ այդ դու որ արեցիր հեղափոխությունը, դու ամբողջ էներգիան դնում ես փոփոխելու վրա, մի պահ քո էներգիան սպառվում է։ Դու ունես երկու տարբերակը տեղից, ու երկու ամենամեծ հավանական։ Դու ասում ես շնորհակալություն, ստեսություն, չգիտեմ, Վացլավ Հավել օրինակ, հա, այն ինչ որ ամենապայծառ տենց օրինակներից մեկը, որ դու ուղղակի եղավ շնորհակալություն, պարտվեցին կամ ասենք վերջ։ Մենք տալիս ենք ուրիշին, մենք ապահովում ենք, որ նախկինները չլինեն, բայց դու էլ հետը պետք է գնաս։ Դա տենց է կանոնը։ Կանոնը դա է, դու պետք է թույլ չտաս, որ նախկինները, այսինքն այդ բալաստը նորից այդ խարիսխը քեզ հետ քաշի, երկիրը հասարակությունը հետ քաշի, բայց դրա գինը քո քաղաքական կյանքն է։ Դու պետք է դրանով, ոնց որ դու պետք է փակես քո մարմնով, քեզ վրա պետք է հարվածը վերցնես ու դուրս գաս, զրոյացնես, միայն դա է տարբերակը, որ կյանքը շարունակվում է, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակը։ Հիմա տեսեք, ամենապայծառ օրինակներից մեկը, որը մարդկանց հիմա հանդիպումներ ենք անում այս պլատֆորմով, մենք տենց շատ պարզ մատների վրա ներկայացնում ենք, մարդկանց սկսում են հասկանալ, ինչ է անում Նիկոլ Փաշինյանը հիմա շինարարության ոլորտում։ Ենթակառուցվածքներ, հա, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ համերգներ մարզերում։ Դա իր ամենօրյա բանի մեջ, դա կա ամեն օր, ամեն շաբաթ գոնե մի հատ նման բան անում է։ Ոչինչ չի հիշեցնում հանրապետականները ընտրություններից առաջ։ Լրիվ նույն բանն է։ Ուղղակի նրանք անում էին վերջի 60 օրը, Նիկոլ անում է վերջի մի ամիս, մի տարի։ Ինչ տարբերություն։ Նրանք էլ էին ասֆալտ գցում, դպրոց սարքում, մանկապարտեզ, ուղղակի ընտրություններից մի քիչ առաջ, որ չհասցնեն մոռանալ։ Ոչ մի ուրիշ բան չկա։ Մոդելն է պահպանվել, հենց այդ է, որ եթե իշխող կուսակցությունը պատրաստվում է իրոք հեղափոխությունը հասցնել տրամաբանական ավարտին, ինքը պետք է դադարի քաղաքական դաշտը մաքրելը։ Այն առումով, որ իրան հակասող, ոչ թե իրան հարմար ընդդիմություն պահի, իսկ հիմա Նիկոլը ինչ որ անում է, ԿՊ-ն պահում է իրան հարմար ընդդիմություն, որը ինքը արդեն 2 անգամ հաղթել է, 2 առնվազն։ Ընդդիմություն, որը, ասենք, չգիտեմ, կրիմինալ գործողություններ է անում, երբ որ գալիս է իշխանության, փառակարում ինչ որ կատարվել է, դա ինչ որ դա պարզա չէ քաղաքական չի։ Նենց չի որ ասել են բան Ազատություն Անջելա Դեվիսին, երբ որ դա արել է։ Ցավում եմ իհարկե, մարդ է մահացել, բայց հասկանում եք, չէ՞ որ այդ կրիմինալի հիմքը հիմա չի, ոչ էլ 3 է, ոչ էլ 18 թվից հետո է։ Դա հինը։ Այսինքն, երբ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, հեղափոխական են էլ։ Մենք այդ հեղափոխական փոփոխությունների ավարտը չենք տեսել, մենք բան ենք, ինչ որ կոչվում է կես դիրք։ Ոնց որ սկսել են ու չեն դուրս գալիս դրանից։ Դրա համար է այս խնդրեմ։ Շարունակությունը հետևյալն է, հասարակությունը փառկաստու, ինձ թվում է կգիտակցեն, զգալի մասը կգիտակցի, որ նախկիններին ուղղակի տեղ տալ չի կարելի, ոչ մի դեպքում, որ սա է լինելու։ Սա է լինելու, իրար սպանելու է։ Ու ոչ մեկ չի կարողանա բան անել։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա, այն ինչ որ հիմա կատարվում է, եթե ինքը շարունակի խոսել նրա մասին, որ դու ներ չի գալ եկեք հեղափոխություն արեք, եկես արեք, այսինքն դու հնարավորություն չես տալի ժողովրդավարական մեխանիզմները աշխատեն։ Հեղափոխությունն էլ ջարդվելու է երևի, թե խնդիրը ինչա լինելու, առաջարկվող սահմանադրական մեխանիզմներից դուրս է դա։ Այո։ Սահմանադրության մեջ չկա կետ, որ դու կարող ես հեղափոխություն անել։ Սահմանադրության մեջ կա կետ, որ դու ներկայացրած ես, մարդն է, անձն է ամենակարևորը, որ անձի կարծիքը պետք է հաշվի առնվի, որ այս կետը ուսում հեղափոխություն, ինչի համար հեղափոխություն անում։ Որն է հիմնավորումը, նույնիսկ այն չի, որն է հիմնավորումը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որն է հիմնավորումը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դրանից հետո շարունակում է պահել Նիկոլ Փաշինյանին որպես կուսակցության ղեկավար, գիտեք, նույնը, որը որ ցանկացած հետ խորհրդային բանում գործողն է, որտեվ իրանց ոչ դա պետք, առաջնորդ,
Գաղափար չկա, գաղափարախոսություն չկա, արժեքային համակարգ չկա, դասական պուտինիզմ, դասական տրամպիզմ, կա Պուտինը, կա Ռուսաստանը, չկա Պուտինը, չկա Ռուսաստանը, կա Նիկոլը, չկա ԿՓ-ն, չկա Նիկոլը, չկա ԿՓ-ն։ Բայց գոնե կան Փաշինյանը Հայաստանի հետ չէ կարող չէ Ով, համեմատել, ես- կա Պուտինը, կա ես- Ռուսաստանը։ Հա, ես չեմ Այդ կարող, բանաձևը ես չեմ կարող։ ԿՊ-ն այդպես է Իսկ տեսնում։ Ну, բա ոնց կարա։ Նիկոլի վրա է ամբողջ Բա Փաշինյանի ոնց վրա է կարա ամբողջ այդ կուսակցության մեջ այդքան, խաղաղությունը։ Ոնց կարելի է դա դիմանա։ Ոնց կարա լինի նիստ, որ կուսակցությունում ոչ մեկ վեր չկանա, չասի հարգելի ՎԺԴ առաջնորդ։ Դու խոսում ես, մեզ ծնողապիղծ հայոյանք են տալիս, էլ մի խոսա։ Մի Նա խոսա։ ասես դուք հերոս եք, որ դիմանում եք այդ Չէ, դուք հերոս եք, որ դիմանում եք, գնա մերի արի սիրեմ, այդ բոլոր բաները, որ էլի նեկրամանտ բաներ, զոհվածներ, փարք, կեցե, ժողովուրդ ախր տենց չի, անցել ենք մի անգամ։ Ոնց է ճեղքվում այդ շղթան, Չի այդ ճեղքվում պատնեշը։ այդ պատնեշը չի ճեղքվում, մինչև հասարակությունը չի գիտակցում, որ օքեյ, մենք բոլորս չենք ուզում, որ նախկինները վերադառնան։ Մենք բոլորս չենք ուզում, որ նախկինների այդ ցիկլի մեջ, այդ ցիրկի ձիու պես սկսենք այդ կրկեսի կլորով վազենք, չէ՞, Հայաստանը վարի գնա տենց։ Դրա համար պետք է որ բոլոր նախկինները գնան իրանց մնան տերարիումի մեջ։ Մենք առավելագույնը կրանք դրսից նայենք։ Մենքը ով է։ Հայ ազգը, Ազգը։ հասարակությունը։ Այն մարդիկ, ովքեր ուզում են նորմալ ապրեն, ովքեր չեն ուզում մշտական նյարդայնացած ճառերի մեջ ամեն օր արթնանալով, չգիտեմ, 5 բաներով հավասարումներ լուծել։ 5 անհայտով հավասարություններ։ Ինքնուրույն չեն գնա մեկուսանա, ճիշտ է։ Չէ, ընտրություններ կան դրա համար։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի խոսքը հեղափոխության մասին չի։ Ամենակարևորը մարդիկ չվախեն այդ փոփոխությունը գնան, որովհետև եթե հիմա մնան կոմֆորտի զոնայում վախենան չանեն, վաղը չմիսօրը իրանց երեխեքը տասնյակներով մնալու են պոստերում մեռած, որովհետև այնինչ Նիկոլ Փաշինյանը անում է դա խաղաղություն չի, որովհետև ամբողջ աշխարհը պատրաստվում է պատերազմին, եւ ինչ որ մի պահ շատ կարճ վիճակով կարա լինի պատերազմ։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը, տնտեսության զարգացումը, ռազմաարդյունաբերության զարգացումը եւ բանակին տրամադրվող միջոցները, բանակի հզորացմանը ուղղված բավարար չեն դիմադրելու հնարավոր հավանական շատ լուրջ մեծ հավանականություն ունեցող փոքր եւ մեծ կոնֆլիկտների։ Ոքի չեն համապատասխանում։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած քաղաքականությունը չի համապատասխանում 21-րդ դարի առաջի քառորդից հետո, երկրորդ քառորդ արդեն ընթացող միջավայրին։ Միջավայրը կոնֆլիկտային է, միջավայրը ենթադրում է մեծ պատերազմ։ Նույնիսկ եթե նա չլինի այդ մեծ պատերազմը, իր հավանականությունը այնքան մեծ է եւ համեմատության գլոբալ խաղաղության այնքան մեծ է, որ դրա մասին էլ չենք է խոսում։ Տեսեք, պարզ բացատրում եմ, Թուրքիայում ճգնաժամ է եւ Էրդողանը գալիս է իր կյանքի ավարտին, թե որպես քաղաքական կուսակցություն ԱԿ պարտի, թե որպես Ռեջեփ Էրդողան, որից հետո մեծ հավանականություն կա, որ անկայունության փուլ ալ մտնելու Թուրքիան։ Իրանը անկայունության փուլը ամեն օր իր համար ստեղծում է Իսրայելը։ Իսրայելը ինքը իրանով անկայունությունը ամբողջ տարածաշրջանում եւ լինելով Ադրբեջանի հետ ռազմավարական կապի մեջ ավտոմատ կերպով մեր երկու սահմանը Իսրայելը ընդդեմ Իրանի եւ Իսրայելը Ադրբեջանի հետ միասին մեր սահմաններին ստեղծում է ահռելի անկայունություն։ Ահռելի Թուրքիան իր հերթին անկայունություն։ Վրացական ռեժիմը Բիզդինա Իվանիշվիլի անկայուն է։ Մարդիկ փողոցներում են մեզ մոտ ԶԼՄ-ները չեն խոսում, ասենք, չգիտեմ, Նիկոլը շնորհավորում է սրան նրան այնտեղ Վրաստանի կառավարությունը հոյակապա որ շնորհավորում է, շատ լավ է, բայց այդ երկիրը անկայուն է։
այդ երկիրը կանգնած է հեղաշրջման բանի։ Ադրբեջանը ինքը իրենով եւս անկայուն է, որովհետեւ գոյություն ունի երկու կլան կամ արդեն միաձուլված կլան, որը կառավարում բանա սուլտանատը։ Սուլտանատը, որի հիմքում ընկած է հայատյացությունը։ Այսինքն պետք է հասկանալ, որ ցանկացած պարագայում որը բան հույս դնել մարդու վրա, ով պնդում է, որ Կամբոջայի եւ Ալբանիայի միջև պատերազմը կանգնացրել, ինձ թվում է մի քիչ հիմարություն է։ Արդեն եկեք բաց ասենք, հա։ Ուղղակի դեմենցիայի մեջ ինչ որ բիձա է, որը չի հասկանում ինչ է խոսում ընդհանրապես, ու իրան միևնույն է։ Ուղղակի միևնույն է այդ մոտ։ Ինքը ասում է Կամբոջայի եւ Ալբանիայի միջև պատերազմը, շնորհակալություն, մենք ինչ կապ ունենք այդ։ Ինչ է անում մագաների խումբը Ամերիկայում, ինքը անում է այն, ինչ անում էր Պուտինը 2000-ականների սկզբին։ Ինքը իրականացնում է սողացող տոտալիտար հեղաշրջում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ինստիտուտները չեն դիմանում եւ չեն դիմադրում։ Բանը հասել է նրան, որ մասնավոր հեռուստաալիքների առանձին վերցրած late night show, ասենք ինչ երեկոյան շոուների աշխատանքից հեռացնում են։ Եթերները հանում են, որտեղ Տրամփին դուր չի գալու։ Դա Բանդուստան է։ Ասենք այտենց բան կարող լիներ Ռուանդայում ցեղասպանությունից առաջ։ Այդ ասենք ինչ, կենտրոնական աֆրիկական հանրապետություն։